Գոյամարտ սերիալում Լեոն ու Լեան մնում են մեքենայում ձյունածածկ մի ամայի վայրում, որտեղ ոչ ոք չկա։ Լեայի մեքենան հանկարծակի փչանում է և նրանք ստիպված են կանգ առնել։ Սառնությունը թափանցում է ամենուր, ժամանակը կարծես դանդաղում է։ Շուրջ բոլորը ձյուն է, լռություն և անծանոթ լարվածություն։ Լեան սկսում է մրսել, սկզբում փորձում է դիմադրել, բայց քիչ անց նրա մարմինը չի դիմանում, նա ուշագնաց է լինում հենց Լեոյի գրկում։ Լեոն խուճապի մեջ է, անզորության ու պատասխանատվության բախման այդ պահը վախեցնում է նրան, բայց նա չի հանձնվում, փորձում է տաքացնել Լեային, գրկում պահում, փորձում շնչառությունը վերահսկել, մինչև ի վերջո նրան հաջողվում է գիտակցության բերել աղջկան։ Նրանք միասին վերադառնում են քաղաք։ Լեոն որպես իսկական ջենտլմեն Լեային ուղեկցում է տուն։ Տան դռան առաջ աղջկան դիմավորում են Հունանն ու Ինան։ Երկուսն էլ շատ անհանգիստ են։ Լեայի վերադարձը նրանց համար հանկարծակի է բերում ոչ միայն հանգստություն, այլ նաև սուր զգացողություն, որ ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ ավարտվել։ Այդ պահին Լեոն հանդիպում է նաև Գրիշոյին։ Սա նրանց առաջին առերեսումն է վերջին կոնֆլիկտից հետո։ Հունանը, չնայած բոլոր անցած իրադարձություններին, շնորհակալություն է հայտնում Լեոյին իր դստերը տուն հասցնելու և հոգ տանելու համար։ Իսկ մինչ այս մի այլ սյուժետային գիծ ավելի խորը զարգացում է ապրում։ Գրիշոն Մանանին սեր է խոստովանում։ Նրա խոսքն անկեղծ է, հուզական, բայց միևնույն ժամանակ բարդ։ Գրիշոյի մայրը պատահաբար լսում է նրա հեռախոսազրույցը և շատ է ոգևորվում։ Նա վաղուց էր ցանկանում, որ որդին սիրահարվի, ամուսնանա, վերջապես հաստատվի կյանքում։ Նրա ամենամեծ ցանկությունն այն է, որ Գրիշոն դադարի սպորտով զբաղվել, քանի որ դա վտանգում է ոչ միայն առողջությունը, այլ նաև կյանքը։ Ինան երջանկանում է, լսելով որդու խոստովանությունը, բայց նա դեռ չի պատկերացնում, թե ով է Մանուշակը։ Նա չգիտի, ինչպիսի մարդ է նա իրականում։ Չգիտի, որ Մանուշակը Ռաֆոյի դուստրն է, և երբ ճշմարտությունը բացահայտվի, դժվար թե երբևէ համաձայնի, որ այդ միությունը իրականություն դառնա։ Այս ողջ պատմության ճշմարտությունը գիտի միայն մեկ մարդ՝ Ավոն։ Նա միակն է, ով գիտի բոլոր կապերը, բոլոր մութ անկյունները։ Նա անընդհատ սահում է տարբեր կողմերով, փորձում է վերածվել կամուրջի, իրականում լինելով բաժանման պատճառ։ Էռնան սկսել է կասկածել Ավոյին։ Նա հետևում է նրան և հասնում Ավոյի կնոջ տուն։ Այդ պահին ամեն ինչ բացահայտվում է։ Էռնան իմանում է, որ Ավոն ունի ուրիշ կին։ Մյուս կինը նույնպես իմանում է, որ Էռնան Ավոյի իրական կինն է, կամ գոնե նրա ներկայիս կյանքում միակը չէ։ Ստեղծվում է խառնաշփոթ, իսկ Ավոն պարզապես չի հասկանում ինչպես կարգավորել իրավիճակը։ Էռնան շոկի մեջ է, ուշագնաց է լինում։ Ավոն խուճապահար փորձում է իրավիճակը փրկել ու ստում է, ասելով, որ իր շեֆի քույրն է, որը խելագարվել է, սիրահարվել իրեն ու կարծում է, թե իրենք ամուսիններ են։ Եվ հենց այս դրամատիկ մթնոլորտում տեղի է ունենում մի հանգուցալուծում, որը սպասվում էր շատ վաղուց։ Ավոյի կերպարը մարմնավորող դերասան Նիկոլայ Եղիազարյանը իր էջում հրապարակել է լուսանկար, որում այցելում է մոր գերեզմանին։ Բայց այդ պահին գերեզմանատանը ներկա է նաև հայրը՝ Դավիթ Պապիկը։ Ավոն մոտենում է նրան մեջքից, դանդաղ ու լուռ, և մի բառ է ասում՝ «Պապա»։ Դավիթը զարմանքից շշմում է, նա շրջվում է ու տեսնում իր որդուն, այն տղային, ում չէր տեսել ավելի քան 20 տարի։ Այդ տեսարանը կտրում է նրա շունչը։ Ավոն ասում է, ինքը երբեք չի մոռացել հոր մասին, միշտ հիշել է ու անհանգստացել։ Բայց Դավիթը պատասխանում է կտրուկ. նման բան չկա։ Դա բառ չէ միայն, դա պատնեշ է, տարիների ցավի, դավաճանության, հիասթափության ու չափաքինված վերքերի։ Իսկ այս պատմության մեջ ամեն մի հերոս կրում է իր վերքը, մեկը բաց, մեկը թաքուն, բայց բոլորը վերջում բախվելու են իրենց իսկ ընտրության հետևանքներին։ Ինչ եք կարծում, արդյոք Դավիթ Պապիկը կկարողանա ներել Ավոյին այսքան տարի անց։ Գրեք մեկնաբանություն։